Բարև ձեզ, ես Մարի Լազյանն եմ, Մխիթար Սեբաստիացի դպրոցում սովորող։ Մենք հիմա գտնվում ենք Մարի դպրոցում։ Գիտեք, Մխիթար Սեբաստիացի դպրոցում կան շատ տարբեր ընտրություններ։ Օրինակ դրանցից է ինժեներատեխնիկական ինժեներատեխնիկություն։ Մենք հիմա գտնվում ենք ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոնում։ Ինժեներատեխնիկական ստեղծագործության կենտրոն։ Մենք տեղում ենք, եկեք։ Այստեղ ինժեներատեխնիկական ընտրության ամբողջ լաբորատորիան է, եկեք ցույց տա։ Այստեղ ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժինն է։ Արդեն։ Հա։ Սա այս բաժնի սովորողներն են։ Իմ անունը Դուք այս բաժնի ինչ եք զբաղվում։ Մենք այս բաժնում զբաղվում ենք լույսեր սարքելով, լույսեր միացնելով, տարբեր ծրագրումներով, որոնցով կարելի է համագործել տարբեր իրերի հետ։ Օրինակ հիմա մենք սարքում ենք դուռ, որը ինքն իրեն համ բացվելու է, համ փակվելու է։ Ես Մարգեմ Մարիկա։ Ես ձեզ կներկայացնեմ ինժեներատեխնիկական ուսումնական կենտրոնի 3D մոդելավորումի բաժինը։ Հիմա մենք կտեսնենք, թե ինչով են այստեղ զբաղվում։ Իսկ ինչով են զբաղվում այստեղ երեխաները։ Ես Լիլին եմ։ Կներկայացնենք մեխանիկայի բաժինը։ Եկեք վերցնենք հարցազրույց ընկեր Արմինեից։ Ոնց ներկայացնենք։ Բարև ձեզ, ես ընկեր Արմինեն եմ, աշխատում եմ ինժեներական կենտրոնում։ Ինչ եք դուք զբաղվում։ Ահա, մեր բաժինը զբաղվում է մեխանիկական աշխատանքներով, մեխանիկական գործիքներով աշխատանքներ են սովորում, թե ոնց կիրառեն, ոնց տարբեր բաներ հավաքեն, քանդեն, հա, այսինքն այդ բոլոր գործողությունները անում են մեխանիկայի բաժնի ընտրության խմբի սովորողները։ Ներկա պահին հենց հիմա իրենք ոչ պիտանի, այսինքն արդեն փչացած գործիքները, որոնք չեն կարող գործածությունից դուրս են եկել, իրենք քանդում են, հանում են համապատասխան մասերը, որոնք ոչ պետք են, եւ նրանց տալիս են նոր կյանք, այսինքն օգտագործում են տվյալ մասերը ուրիշ գործիք ստեղծելու համար։ Այսքանով ավարտեցինք մեր ռեպորտաժը, ստեսյուն։